Ինչ էին ավետարանում վաղ եկեղեցու սրբերը, երբ նրանք քարոզում էին։ Ուշադիր ուսումնասիրեք Նոր Կտակարանն, հատկապես Գործք առաքելոց գիրքը։ Ուր էլ որ գնային, ջանասիրաբար քարոզում էին, որ Հիսուսը Քրիստոսն է։ Արդյոք մարդիկ կհավատային Հիսուսին, եթե նրանք չքարոզեին։ Բացարձակապես ոչ։ Անհնար կլիներ, որ այդ ժամանակվա ժողովուրդը իր գերակշռող համոզմունքով, որ Եհովայից բացի ուրիշ Աստված չկա, հեշտությամբ ընդուներ Հիսուսի հանդեպ հավատը, որին համարում էին պարզապես Նազարեթի ատաղձագործ Հովսեփի որդին։ Սակայն Աստվածաշունչն ու մարգարեները վկայում են, որ նա Յահվե Աստվածն է, որին նրանք ծառայել են, եւ որ Աստված մարմնով եկավ այս երկիր։ Աստվածաշունչը նաև վկայում է, որ Սուրբ Հոգու վերջին դարաշրջանում նա շնորհում է մարդկությանը փրկության շնորհը նոր ուխտի պասեքով, Կորեայում, արևելքում գտնվող երկրում։ Մենք պետք է բացատրենք եւ տեղեկացնենք այս փաստը մարդկանց։ Որքան լրջությամբ Պողոսն ու Պետրոս առաքյալները եւ վաղ եկեղեցու բազմաթիվ մարգարեները կարոտում եւ սպասում էին Քրիստոսի արքայության գալուստին, առանց հրաժարվելու իրենց հավատքից։ Միայն այն պատճառով, որ մենք հավատում ենք Քրիստոս անսանհոնգ, դա չի նշանակում, որ մենք չենք հավատում Հիսուսին։ Որովհետև ով է Քրիստոս անսանհոնգ։ Նա Հիսուս Քրիստոսն է, որ եկել էր այս երկիր 2000 տարի առաջ։ Հետևաբար, մենք իսկապես հավատում ենք Հիսուսին։ Երբ մենք հստակ հասկանում ենք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունը, Աստծո փրկության առեղծվածը բացահայտվում է։ Հիսուսն ասաց Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխում. Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբր միակ ճշմարիտ Աստծու նրան, որին ուղարկել ես, Հիսուս Քրիստոսին։ Ով կարող է ասել, որ հավատում է Հիսուսին, առանց նույնիսկ իմանալու նրա նոր անունը։ Միայն այն ժամանակ, երբ մենք իմանանք նրա նոր անունը, կարող ենք ստանալ մեր բոլոր անցյալի մեղքերի եւ օրինազանցությունների թողությունը Աստծո խոստացված մկրտության միջոցով, մաքրվել եւ կատարել առաջին քայլը դեպի Աստված։ Եկեք միասին նայենք Եսայի 43-րդ հրթամարին։ 43-րդ հրթամարում Աստված ասում է. Ո՞մ վկաներն ենք մենք։ Իմ վկաները դուք եք, ասում է Տերը, իմ ծառան, որին ես ընտրել եմ։ Այդ դեպքում իմ ով ո՞մ է նկատի ունեցել։ Աստված Եհովան հայտարարեց. Իմ վկաները դուք եք, իմ ծառան, որին ես ընտրել եմ։ Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր հավատում էին Աստծուն Հոր դարաշրջանում, պետք է լինեին Եհովայի վկաներ, վկայելով Եհովայի մասին։ Եթե Աստծո փրկության գործը բաժանենք սկիզբի, միջինի եւ վերջի, ապա սկիզբը Հոր դարաշրջանն է։ Միջինը Որդու դարաշրջանն է, իսկ վերջը Սուրբ Հոգու դարաշրջանը։ Եկեք դիտենք Գործք առաքելոց 1:6 հրթամարը։ Աշակերտներն իրար միացան նրան հարցրին, ասելով. Տեր, այս ժամանակ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։ Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, ում վկաներ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչ աշխարհի ծայրերը։ Եսայի գլուխ 43 համար 10-ը սովորեցնում է մեզ լինել Աստված Եհովայի վկաները, բայց այստեղ Գործք առաքելոց 1 ում վկաները պետք է լինենք։ Հիսուսն ասաց. եղեք իմ վկաները, այսինքն Հիսուսի վկաները։ Եթե դարերի մեջ տարբերություն չլիներ, ապա Աստվածաշունչը լի կթվար հակասություններով։ Հետաբար, մենք պետք է հստակ հասկանանք ընդունենք, որ կան 3 տարի, Հոր, Որդու, Սուրբ Հոգու տարիքը։ Այնուհետ կարող ենք հաստատել, որ Աստվածաշունչը ընդհանրապես հակասական չէ, այլ Աստված ողորմածաբար կապել է այդ ամենը։